մի հարց քեզ տամ, մի հարց եմ ուզում քեզ տալ։ Աստված քո ինչին է պետք։ Հեշտ մտածել ես։ Աստված ով է իմ համար իմ Աստված։ Աստված իմ ինչին է պետք։ Մեկ հարցել, իսկ ես Աստծու ինչին եմ պետք։ Ինչ ունեմ ես նրան տալու։ Կամ ինչի եմ ես պետք Աստծուն։ Գիտես, այս նույն տրամաբանությամբ մեկ այսպես ասեց, ասում է, այն որ երեխան ունի ծնողի կարիքը, ծնողը երեխային պետք է, դա հասկանալի է։ Բայց այս նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, իսկ երեխան ծնողին ինչին է պետք։ Ինչ ունի երեխան ծնողին տալու, երբ որ նոր է ծնվում, խնդիրներ, խնդիրներ, չէ, շատ ժամանակ, ռեսուրսներ, ամբողջ կյանքդ նվիրում ես երեխային, չէ։ Նման մի համեմատական է, երբ որ ասում ես, իսկ ես Աստծուն ինչին եմ պետք։ Սա նման է սրան։ Գիտես ինչի համար ես պետք Աստծուն, որ ինքը սիրի քեզ, որ ինքը հայտնի իրեն։ Աստծո սերը այնքան անսահման էր, որ նա ստեղծեց մարդուն եւ տկար մարդուն եւ գիտեր, որ պիտի հոգ տանի։ Նա ստեղծեց մարդուն, որ տա։ Հետարքիր մի թեմայից այսօր կուզենամ խոսել քո հետ։ Գիտես, ես հետարքիր ձևով եմ քարոզները ստանում։ Ես սկզբից ստանում եմ, նորից եմ ասում, վերնագիրը։ Ես ռուսերենով այն ստացա։ Եվ այսպես հնչեց այն. Рождённые сироты, ծնված որբեր։ Մեր շուրջը կան նման մարդիկ, կամ դու գիտես, ճանաչում ես նման մարդկանց, ովքեր որ որբ են, ծնվել են եւ մանկատանն են անցկացնում իրենց կյանքը, ծնվում են, բայց առանց ծնողի են մեծանում, նրանք որբեր են։ Բայց կա մի փաստ եւս, որ կան վերստին ծնված որբեր։ Սա պարադոքս է, բայց կա։ Կա նման հավատացյալներ, նման քրիստոնյաներ, ովքեր որ ծնված են Աստծուց, բայց որբի պես են իրենց պահում։ Նրանք ունեն հայր ամենակալ եւ ամենակարող, բայց իրենց պահում են որբի պես։ Սրա համար ես այս հարցը բարձրացրեցի։ Իսկ ես Աստծուն ինչին եմ պետք։ Կամ ով է ինձ համար Աստված։ Եվ գիտես, նման մարդիկ մեր շուրջն են։ Նրանք կան։ Եվ գուցե դու ինքդ բռնացնես քեզ այսօրվա թեմայի մեջ, որ նման միտք ունես, նման մտածելակերպ ունես։ Եվ ես ուզում եմ, որ մենք վերջում աղոթենք այս մտքերի դեմ։ Վերջում հաստատ դու մի բան կհասկանաս։ Մի բան կընկալես, եւ ես հավատում եմ, որ շատ բան կփոխվի։ Գիտես, կա թեմաներ, որոնք որ վերաբերվում է աշխարհին, աշխարհիկներին կամ խառը, բայց այսօրվա թեման կոնկրետ վերաբերվում է ինձ եւ քեզ, եկեղեցուն։ Այսպիսով ծնված որբեր։ Իսկ ինչ ես կարծում, ինչու է այդպես։ Ինչու են մարդիկ այդպես։ Գիտես, ես մտածում եմ ամբողջ խնդիրը մարդու միտքն է, մտածելակերպն է եւ իր մոտեցումն է։ Նախ ես ուզում եմ հիշեցնեմ Հիսուսի աղոթքներից մեկը։ Հովհաննեսի ավետարան 17:26։ Հիսուսը այսպես աղոթեց. Եվ ես քո անունը նրանց ճանաչել տվեցի եւ պիտի ճանաչել տամ։ Հիսուսը դիմում է Հորը, դիմում է Աստծուն եւ այսպես աղոթում, որ ես քո անունը ճանաչել տվեցի նրանց, ում աշակերտներին, եւ ճանաչել կտամ։ Անունը, էությունը այսինքն։ Ես ճանաչել տվեցի նրանց, որ դու հայր ես։ Եթե հայր, ուրեմն պիտի որդի ունենա։ Որդիներ եւ զավակներ պիտի ունենա։ Եթե հայր, հայրը պիտի ունենա զավակներ, պիտի ունենա որդիներ։ Եթե ծնող, դա պիտի ունենա որդիներ, նա պիտի ունենա զավակներ։ Եվ ասում է, Աստված, դու այն Աստվածն ես, որ քո մասին մարդիկ դարեր շարունակ մտածել են, որ դու միայն ամենակալ ես, ամենակարող ես, ամենուրեք ես, ամենատես ես, բայց հիմա ես նոր հարթակի մեջ եմ բերում մարդկանց, նոր էության մեջ եմ բերում մարդկանց, որ դու ոչ միայն հայր ես, ներողություն, ոչ միայն Աստված ես,
ամենատես, ամենագետ, ամենակալ, ամենիշխան, այլ դու հայր ես։ Իսկ նրանք քո զավակներ են։ Այսինքն Աստված հայր է, իսկ ես որդի։ Այստեղ է տեղին հիշել առաջի պատվիրան, ով է հիշում։ Այստեղ է տեղին հիշել հենց առաջի պատվիրանը։ Ով է հիշում առաջի պատվիրանը։ Փառք Հիսուսին, գերազանցիկների եկեղեցի։ Սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, հոգով, մտքով։ Այսինքն սիրիր, մոտեցիր, ճանաչիր, շփվիր, բացահայտիր եւ բացահայտվիր։ Այս մեկ բառի մեջ շատ բառեր կան։ Նորից եմ ասում ռուսերենն այստեղ մեզ օգնում։ Возлюби Господа Бога, ոչ թե ուղակի полюби, ոչ թե ուղակի люби, այլ возлюби, այսինքն բացահայտիր, մտերմություն արա, ճանաչիր, Աստծուն այս կողմից էլ տես, այն կողմից էլ տես։ Այո, Աստված մեր Աստվածը, այո, Աստված ամենատեսը, այո, Աստված ամենակարող է, բայց Աստված նաև հայր է։ Սա իրականում հոգևոր պարադոքս է։ Մարդը, որը վերապրել է Աստծուն, ծնվել է ի վերուստ, ստացել է մեղքերի թողություն, գիտի խոսքը, բայց նրա ներսում նա միայնակ է։ Կա վախ, անվստահություն, կարծես թե Աստված հեռու է։ Եվ այդպիսի հավատացյալները քիչ չեն։ Նորից եմ ասում, սա հոգևոր պարադոքս է։ Երբ որ մարդը վերապրել է Աստծուն, այո, երբ որ մարդը վերապրել է Աստծուն, երբ որ մարդը հանդիպել է նրա հետ, երբ որ մարդը գիտի Աստծո խոսքը, բայց ներսում միայնակ է, բայց կա ինչ-որ միտեղ անվստահություն, կա ինչ-որ միտեղ վախ, կարծես թե Աստված հեռու է։ Մի քանի տեղեր հոգևոր որդության խնդիրները։ Կրկնվեմ, որ այս ամբողջը մարդու ներսում է կատարվում, այսինքն մտքի խնդիր է այստեղ, մոտեցման։ Հոգևոր որդը նա է, ով հավատում է Աստծուն, բայց չի զգում իրեն որպես որդի։ Նա եկեղեցում է, նա կարող է ծառայող լինել, ծառայել, աղոթել, բայց ներսում մինչ օրս փնտրում է Աստծո հավանությունը։ Սա անեն, որպեսզի Աստված հավանի ինձ։ Սա անեն, որպեսզի Աստված ընդունի ինձ։ Սա անեն, որպեսզի ընդունված լինեմ։ Անցնեմ առաջ ու ասեմ, որ գիտես, որբը անում է, որպեսզի ընդունվի, իսկ որդին անում է, որովհետև նա արդեն ընդունված է։ Անցնելով առաջ սա կասեմ։ Որբը կամ ստրուկի մտածելակերպը օտարը անում է, որպեսզի ընդունված լինի։ Սա անեն, որպեսզի ընդունվեմ։ Իսկ որդին անում է, որովհետև արդեն ընդունված է, տան անդամ է։ Եվ սա իրականում մերժվածության զգացողություն է։ Երբ ասում ես, որ Աստված ինձ սիրում է, բայց այդ մարդը ջանում է օրհնություն վաստակելու համար։ Ինչ անի իմ որդին, որպեսզի իմ օրհնությունը վաստակի։ Ուղղակի պիտի ինձանից ծնվի եւ իմ տան մեջ մնա, որպեսզի ժառանգի այն ամենը, ինչ որ ես ունեմ։ Ինչ պիտի անես դու, որպեսզի վաստակես։ Ոչինչ։ Ուղղակի պիտի ծնվես եւ հավատաս դրան եւ որդու պես վարվես, որդու կարգավիճակով ապրես, տան մեջ լինես։ Նա միշտ համեմատում է ինքն իրեն ուրիշների հետ։ Սա է որբը, որբի մտածելակերպը։ Ես համեմատում եմ ինձ այս մեկի հետ, համեմատում եմ այն մեկի հետ։ Եթե ինչքան դու քեզ համեմատես եւ փորձես սրան կամ նրան նմանվես, դու միշտ մրցակցության մեջ ես լինելու։ Սա վտանգավոր է, ես սխալ։ Նա վախենում է սխալվել, որպեսզի հանկարծ չմերժվի։ Այդպիսի մարդը տան մեջ ապրում է ստրուկի պես, այլ ոչ թե որդու պես։ Որդու եւ
որբի տարբերությունները։ Որդին Աստծո վերաբերվում է որպես հոր։ Աղոթքը բխում է մտերմությունից, այլ ոչ թե պարտադրանք որպես։ Ծառայությունը սիրելուց է բխում։ Ես ծառայում եմ, որովհետև սիրում եմ։ Ես ծառայում եմ, որովհետև սա իմ տունն է։ Սխալվելու դեպքում գնում է հոր մոտ, դեպի հոր գիրկը։ Իսկ որբը վախենում է Աստծուց, իսկ որդին սիրում է նրան։ Որբը աշխատում է, որպեսզի լինի ընդունված, իսկ որդին աշխատում է, որովհետև արդեն ընդունված է։ Եվ այսօր, որպեսզի իմ այսօրվա թեման, իմ այսօրվա քարոզը, ես հրաշալի աստվածաշնչյան մի իլյուստրացիա տամ քեզ, մենք պիտի գնանք ավետարանական մի հրաշալի պատմություն, որը գրված է Ղուկասի ավետարանում։ Սա մեզ ավելի շատ հայտնի է այս պատմությունը անառակ որդու վերադարձի պատմությամբ կամ անառակ որդու մասին։ Մեկը կար, հարուստ էր, երկու որդի ուներ եւ կրտսերը մոտեցավ, ասեց, որ գիտես, հայր տուր ինձ իմ ունեցածը, ես կգնամ քո տնից։ Մենք այս առակ արդեն վերլուծել ենք, չեմ մտնելու այդ խորությունների մեջ, մանրամասնությունների մեջ։ Եվ հայրը տվեց իր բաժինը, որոշ ժամանակ անց այս կրտսերը վերցրեց իր բաժինը, իր մասը եւ հեռացավ։ Գնաց հեռու երկրներ եւ վատնեց ամբողջ իր ունեցածը։ Եվ այն աստիճան վատնեց, որ նա երազում էր խոզերի հետ հաց ուտեր։ Նա երազում էր, գիտես, այն ինչ որ խոզերն են ճաշակում, նա երազում էր դա ուտել, բայց նրան թույլ չէին տալիս։ Արդեն դա էր նրա համար տաբու, անհասանելի։ Եվ գրված է, որ կարդանք 17-րդ խոսքից, Ղուկասի ավետարան 15-րդ գլուխ 17 խոսքից։ Գրված է, որ եւ սթափվելով ասաց, գիտես ինչ ասաց, քանի վարսկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ, վեր կենամ, հորս մոտ գնամ եւ նրան ասեմ, հայր, մեղանչեցի երկնքի եւ քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժան չեմ, ինձ քո վարսկաներից մեկ արա, եւ վեր կացավ իր հոր մոտ գնաց։ Գիտես, լավ է, որ մենք մտածում ենք, լավ է, որ փոշմանում ենք, լավ է, որ կա այս ամեն ինչը վերլուծել, հիշել, փոշմանել, բայց այստեղ բանալի խոսքը սա է, վեր կացավ եւ իր հոր մոտ գնաց։ Երբ որ մարդը վերակենում եւ ինչ որ գործողություն անում։ Ու երբ նա դեռ հեռվում էր, հայրը նրան տեսավ, գթած, վազեց, նրա վզովն ընկավ եւ համբուրեց նրան։ Եվ որդին ասաց, հայր, մեղանչեցի երկնքի եւ քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժան չեմ։ Գիտես, գրված է եւ սթափվելով ասեց, հորս տանը, նույնիսկ ծառաները այնքան է ուտելիքը, որ առատություն կա։ Հրաշալի է, երբ որ մենք շարժվում ենք սովից դրդված, Աստծո խոսքի սովից դրդված։ Հրաշալի է, երբ որ մենք շարժվում ենք, երբ որ մենք սոված ենք, մենք գնում ենք Տիրոջ տուն, հոր տուն, որովհետև սոված ենք։ Խոսքին ենք սոված։ Խոսքի սով կա, որ ես փափագում եմ գնամ, որպեսի հաց ուտեմ։ Մեկ բան էլ, հոր տան մեջ ուտելիք կա։ Հոր տան մեջ միշտ թարմը հաց կա։ Եվ ուտողները թող ասեն, իսկ ուրացողները լավ կատակ էր սա։ Այո, հոր տան մեջ միշտ ուտելիք կա։ Եվ հրաշալի է, երբ որ մենք սա զգալով գնում ասում ենք, ես եկել եմ հաց ուտեմ։ Գիտես, մեկ անգամ Հակոբը իր զավակներին ուղարկեց Եգիպտոս, որովհետև լսել էր, որ հաց կա Եգիպտոսում։ Եվ սա հրաշալի է, երբ որ ես գնում եմ եկեղեցի, որովհետև գնում եմ հորս ձեռքից կերակրվեմ։ Ինչու Տեր ասեց, գիտես, միջև չլինեք երեխաների պես, փոքրանակ։ Երեխան միշտ ուզում է իր ծնողի ձեռքից հաց ուտի։ Երբ որ նոսովասանում է ու մոտ է գնում, մամա սոված եմ, հաց տուր, կերակրի ինձ։ Հրաշալի է, երբ որ մենք
մեր շարժարիթը մեր շարժում է սովը։ Ամեն։ Եվ գիտես հայրը ընդունում է, կազմակերպում է մի հրաշալի խնջույք եւ 25-րդ խոսք։ Իսկ նրա ավագ որդին դաշտում էր։ Իմ ուշադրությունը դարձրեց ես այս դաշտ բառը։ Հիշում ես, օձը դաշտի կենթանի էր։ Կայենը աշխատում էր դաշտում, երբ որ իր եղբորը սպանեց։ Եվ այս ավագ եղբայրը նույնպես դաշտում էր։ Գիտես, քրիստոնյայի մի կերպար, սա կերպար է, ավագ եղբոր կերպարը քրիստոնյայի մի կերպար է, ով որ ծառայում է, նա դաշտերում է, ծառայության մեջ է, որ ընդունվի, ծառայության մեջ է, որ հետո կտեսնենք, որ ինչ։ Ինչու եմ ես ծառայում Աստծուն, սիրելիս, ինչու ես դու ծառայում Աստծուն, որն է քո ծառայության շարժարիթը, ինչի համար եմ ես սա կամ նա անում։ Գրված է, որ ավագ որդին դաշտում էր։ Գիտես, նա չի որբը, որ այդպիսի դա երևում, այլ նա է որբը, ով իրեն այդպես է զգում եւ այդպես է պահում, դա է որբը։ Եվ գրված է, միշտ նա գալիս էր, մոտեցավ տանը, երգերի եւ պարի ձայն լսեց։ Հետաքրքիր է, չէ՞, որ ծառայում են, բայց տան ուրախությանը չեն մասնակցում։ Գիտես ով է որբը, ով որ ուրախության ձայների մասին միայն լսում է։ Նա հեռվից է լսում։ Լսի, դու առաջինը պիտի լիներ, ով որ պիտի կազմակերպեիր այս ուրախությունը։ Նա է որդին, ով որ այդ ուրախությունը կազմակերպում է հոր տան մեջ, ոչ այդ ուրախության ձայների մասին միայն լսում է կողքից, ծառայակցից։ Ծնված որբեր։ Այս ավակ որդին նա տան մեջ լինելով, հոր տան բնակիչը կոչվելով ներողություն, կոչվելով, նա իրեն պահեց որբի պես, ոչ որպես տան անդամ։ Նա դաշտում էր, նա աշխատում էր, ուներ իր անելիքը, միգուցե գերազանցիկ, այո, ինչու միգուցե, գերազանցիկ։ Հետո կտեսնենք, որ ասես, քո բոլոր հրամանները ես կատարում եմ։ Ոչ մի բան զանց չեմ արել, ինչ որ ասել ես, գերազանցիկ արել եմ։ Գիտես, Աստծուն պետք է ոչ թե մեր անելը, թե ինչ ենք անում, այլ Աստծուն պետք է թե ինչու ենք անում։ Ինչու։ Անեմ, որ ընդունվեմ, անեմ, որ մի ուլ տաս գնամ ուրախանամ, հա։ Թե անեմ, որովհետև այս ամեն ինչը իմն է, այն ինչ որ քոնն է, հայր, դա իմն է։ Սա Հիսուսի խոսքերն են, հայր, այն ինչ որ քոնն է, դա իմն է։ Եվ այն ինչ որ իմն է, դա քոնն է, որն է տարբերությունը։ Ինչ տարբերություն չկա, որտեղ է վերջանում եւ սկսվում այդ սահմանը։ Նայիր քո կյանքին ինչ սահմաններ ես դրել։ Ինչ սահմաններ եմ ես գծել իմ եւ Աստծո միջև, այն ինչ որ իմն է, դա իմն է։ Թե այն ինչ որ իմն է, դա քոնն է եւ այն ինչ որ քոնն է, ես արդեն ունեմ համարձակություն մտնեմ ասեմ, դա իմը նույնպես, դա իմն է։ Դա իմն է։ Քո ուրախությունը դա իմ ուրախությունն է։ Հայր, եթե դու ես ես մորթել, դա ես պիտի մորթեի եւ գիտես այդ ուրախությունը կազմակերպե եւ ասել հայ արի նստի սեղանի գլխին եւ ուրախացիր։ Գիտես ամբողջը մեր մոտեցման մեջ է։ Ամբողջ խնդիրը մտածելակերպի մեջ է։ Գրված է, որ նա դաշտում էր եւ ինչ որ գալիս էր, նա լսեց այդ ուրախության ձայները։ Երբ որ կողքից ես լսում, թե եկեղեցին սա է կազմակերպել, նա է կազմակերպել, դրանք միայն հեռվից են լսում։ Ինչու դու այդ ուրախության մեջ չես, ավակ որդի։ Հենց դու պիտի կազմակերպեիր այդ ուրախությունը։ Հենց դու պիտի կանչեիր բոլոր ծառաներին, այլ ոչ թե ծառայից լսեիր, ինչ է կատարվում։ Էս ինչ է կատարվում։ Փառք Աստծուն այս ծառաների համար։ Բայց որդին ընկավ իր դիրքից։ Քսանվեցերորդ խոսք։
իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց, թե ինչ է այդ։ Պարադոքս, այն աստիճան տեղյակ չլինել հորտան մեջ կատարվելիքից։ Սա պարադոքս է։ Եթե որդի ես, դու պիտի տեղյակ լինես, ինչ է կատարվում քո հորտանը։ Դու տեսնում ես որբի մտածելակերպը որտեղ է։ Որովհետև նա սահման էր գծել իմ եւ քո։ Որովհետև նա սահման էր գծել հորտան մեջ ապրելով։ Այնքան դաշտերում լինես, որ չիմանաս ինչ է կատարվում հորդ տանը։ Այո, թանկագինս, դաշտերը օրհնություն կարա լինի, դաշտերը կարան մեզ կերակրեն, դաշտերը դա մեր աշխատանքը կարա լինի, դաշտը կարա մեր ծառայությունը լինի։ Դաշտը մենք մի տեղ է, որտեղ որ ցանում ենք, հնձում ենք, ուրախանում ենք, բայց մենք չպետք է ուրանանք հորտունը դաշտում լինելով։ Գիտես, ինչքան բան եմ տեսել եւ նկատել եւ դու ինքդ հաստատ նկատած կլինես, աղոթում ես աշխատանքի համար, օրինակ բերեմ աշխատանքը։ Աշխատանքի համար աղոթում ես, պայքարում ես, ծոմ ես պահում, երկրպագում ես, քեզ ժպտում։ Սիրում եմ քեզ, լյով։ Եվ հասնում ես դրան, հասնում ես այդ ամեն ինչի, որ դու աղոթում ես, ու գնում ես դաշտ։ Ու կորում ես։ Լավ, դու չէ, այն մեկը, այս եկեղեցում չի, ուրիշ։ Եվ հետո, գիտես, դաշտից գալիս ես հոգնած, փոշոտված, միգուցե շատ պտուղներով, այս սենց պտուղ ես ունեցել, մեկը ցանել 30-ը հնձել ես, 10 ոչխարով գնացել ես դաշտ, 110-ով վերադարձել ես, այս սենց արդյունք է, բայց հորը տան ուրախությունից զուրկ ես, դուրս ես, դրսից ես հետևում, լսում ես, չես հասկանում ինչ է կատարվում, եղբայրդ եկել է, արդեն իրադարձություն է տեղի ունեցել, արդեն եզը մորթվել է, կազմակերպված ամեն ինչ, դու դեռ հոգնած գալիս ես։ Բայց հիշիր, ոնց էիր գնում դաշտ, աղոթքով, ծոմով, ոնց ես այդ աշխատանքը ստացել։ Երկրպագել ես, երկրպագությամբ, ծոմով, աղոթքով պոկել ես։ Իսկ ինչ ասում Պողոս Առաքյալը սրա մասին, այն ինչին որ հասար, այդ նույն կանոնով ընթացեք։ Հասել ես այդ բարձրունքին, աղոթքով, ծոմով, հա, կանոն ես չէ դրել, առավոտ այսին ժամին արտանամ աղոթեմ, այսի ժամին աղոթեմ, կարդամ խոսքի մեջ լինեմ, եկեղեցի գնամ, կանոնը դրել ես, պահել ես, հասել ես դրան, Պողոս Առաքյալը ասում է նույն կանոնով առաջ գնացեք, ընթացեք, ձեր ընթացքը մի փոխեք, շարունակեք ձեր աղոթքի կյանքը, ծոմի կյանքը, երկրպագության կյանքը, եկեղեցում հոր տան մեջ լինելու կյանքը, ասամեն։ Դու գիտես, Հիսուսը ինչ ասեց սրան։ Ասում Մարթա, ճիշտ է, դու աշխատում ես, դու սուիցիրսյա, հա, դու սենց սեղան ես գցում, սեղան ես փռում, գնում գալիս ես, կերակրում ես եւ այլն, բայց ասում Մարիամ ընտրեց լավագույն բաժինը Հիսուսի ոտքերի տակ էր։ Մարթան չէ պատտվեց, ասեց Հիսուս քո հոգսը չի։ Հիսուս ասեց, գիտես, կա լավագույն բաժին։ Եվ Մարիամ ընտրեց լավագույն բաժինը։ Եվ այդ բաժինի ոտքերի տակ լինելն էր։ Այդ բաժինը տան մեջ լինելն է։ Այդ բաժինը որդի կարգավիճակը չզիջելն է։ Երբ որ որդի կարգավիճակը զիջում ես, իջնում ես մեկ աստիճան ներքև, այնտեղ արդեն որբության ստրուկի մտածելակերպն է։ Փառք Հիսուսին իր ճշմարտության համար։ 27-րդ խոսք։ Նա էլ ասաց նրան. եղբայրդ եկել է։ Հայրդ էլ պարարտ եզ մորթեց, որովհետև նրան ողջ առողջ ընդունեց։ Անգամ ծառան է հուշում, եղբայրդ, հայրդ, ծառան է հուշում, լսի ուրախություն կա, եղբայրդ եկել է և հայրդ պարարտ եզ է մորթել, 28-րդ խոսք, նա բարկացավ ու չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան։ Առաջինը
Արի նենց ապրենք, որ հայրը իր տնից դուրս չգա, այլ մենք գնանք հոր տուն։ Այո, հայրը սիրող է, նա կարա դուրս գա, համոզի, գա քո հետևից։ Բայց արի այնպես ապրենք, որ մենք բերող լինենք, ոչ թե հորը տանող։ Մենք բերող, տունը լցնող լինենք։ Գրված է, որ բարկացավ։ Մի րոպե, իսկ արդյոք բարկանալու պատճառ կար։ Գիտես, կան ոմանք, որ թվում է, որ տան բնակիչ են, բայց Տիրոջ տան ուրախությունը նրանց բարկացնում է։ Հոր տան մեջ ուրախություն կա, իսկ նա բարկանում է։ Պատճառը ո՞րն է։ Ինչ պատճառ կա։ Ուրախություն կա, հասկանում ես, ցնծություն կա, հոր սիրտը ուրախ է, որովհետև որդին եկել է, մեռած էր, կենդանացավ, կորած էր, գտնվեց։ Կամ լավ ուրիշ առիթ, հոր սիրտը ուրախ է, տան մեջ խնջույք է, ուրախություն կա, ուրախության ձայներ կան, բայց դա ինչ որ մի տեղ, այն որ ռազդրաժայետ, այն որ բարկացնում է։ Դու ուզում ես հասկանաս, իսկ մի րոպե կա արդյոք առիթ բարկանալու։ Սա մոտեցման խնդիր է։ Կան ոմանք, որ թվում է, որ տան բնակիչներ են, բայց պիտի համոզես, որ ներս գան։ Ինչու չես գալի եկեղեցի, ինչու չես գալի աղոթքին, ինչու, իսկ ինչու սա, եւ ինչ պատճառ ասես կարա բերի, արդարացի եւ ոչ։ Թվում է, որ տան բնակիչ է, որդի է, զավակ է, բայց պիտի համոզես, որ գա, ներս մտնի։ Թվում է, որ կան ոմանք, որ գիտես, թվում է, որ տան բնակիչներ են, կամ տան բնակիչ է, բայց պիտի համոզես, որ խառնվեն ուրախությանդ։ 29-րդ խոսք։ Հորն ասաց. ահա, այսքան տարի է, ինչ ծառայում եմ քեզ, եւ քո հրամանները երբեք չեմ անտեսել, գերազանցիկի մեկն է։ Հայրը ինչ ասել է, ես ու գնացել է կատարելու։ Հայրը ինչ ասել է, այն որ մի նշանագիր անգամ չի անցել։ Ամբողջությամբ լրիվ գերազանցիկի պես կատարել, ասում է, քո հրամանները երբեք չեմ անտեսել, բայց ինձ երբեք մի ուլ չտվեցի, որ իմ բարեկամների հետ ուրախանամ։ Կրկին պարադոքս։ Հայրը եզամորթել, պարարտ, ասում է ուլ։ Հայրը եզամորթել, սեղանա գցել, ուրախություն կա, բայց ասում է ինձ ուլ տու, խնդրում եմ։ Դու զգում ես այդտեղ ստուրկի մտածելակերպը որտեղ է։ Հոր տան մեջ պարարտություն կա, բայց ինքը ուզում է գնա, չգիտես ում հետ, ասում է իմ բարեկամների հետ, սրանից ավելի շատ մեծ բարեկամներ կային ներողություն։ Հորից եւ աղբորից ավելի մտերիմ ինչ որ մեկը կար։ Հա? Քո հայրը եւ քո եղբայրը ես են մորթել, ասում է ուլ տվեք, ես իմ բարեկամների հետ կուրախանամ։ Այստեղ է պարադոքսը, այստեղ է ստրուկի մտածելակերպը, այստեղ է ծնված որբի մոտեցումը հայրական տան։ Որ հայրը եզամորթել, ասում է ուլ տվեք, ես կգնամ կուրախանամ իմ բարեկամների հետ։ Գիտես, մի կին կար, հեթանոս էր նա եւ եկել աղաչում էր Հիսուսին, ասում էր բժշկիր իմ աղջկան։ Հիսուսը ինչ պատասխանեց, լավ չի երեխաներից վերցնել եւ շներին տալ, ասում է մենք շներս հեթանոսներս փշունքներով են կերակրվում, սա մոտեցումն է, հենց այս ուլ տվեք ինձ։ Սեղան կա գցած որդիների համար, Հիսուս ասում է լավ չի վերցնել սա երեխաներից, ավագ որդուց, որդիներից եւ տալ շներին, ասում է գիտես մենք շներս փշուրներ ենք ուտում, սովոր ենք սրան, այս ավագ որդին կարծես տան բնակիչ է, բայց դա փշուրներ էր ուզում, փշրանքներ։ Սա ստրուկի մտածելակերպ է, հոր տան մեջ միշտ առատություն կա։ Աստված ասում է իմն է երկիրը եւ երկինքը եւ ամբողջ ունեցվածքը ինչ որ կա երկրագնդի վրա, ոսկին, արծաթը, իմաստությունը ամբողջը իմ մոտ է։ Եվ ես ում կուզեմ կբացեմ եւ նա բացել է։ Ծննդոց գիրքը ուշադիր կարդա, այստեղ էլ շատ ոսկի կար ասում է։ Եվ ստեղծեց ասում է այնտեղ շատ ոսկի կար, հուշում է, գնա այնտեղ է։ Ո՞վ է հիշում այդ տեղերը։
Իսկ ով է գնացեք հանդի ոսկին։ Ոսկու հետևից։ Այստեղ է պարադոքսը, սիրելի եկեղեցի, հայրը եզ է մորթել, բայց ինքը ասում է տվեք իմ ուլը։ Եվ ես կգնամ իմ բարեկամների հետ։ Հարցածակում, սրանից ենկում էլ ինչ բարեկամ։ Այս այնքան տարի է, ինչ ծառայում եմ քեզ, եւ քո հրամանները երբեք չեմ անտեսել։ Սարսափելի է, գիտես, երբ որ արասներդ երեսով ես տալիս։ Սա շատ վատ է, սա սիրուն բան չի, առաջինը, եւ սա սխալ է։ Երբ որ արասներիդ համար երեսով ես տալիս, քիչ առաջ հավաքում ենք զոհաբերություն, մեկը 10-րդ, մեկը ընծա։ Սա նույնպես ծառայություն է։ Եվ գիտես, եղել են մարդիկ, ովքեր որ հեռացել են եկեղեցուց, նեղացել են, նեղվել են, հետո մոտեցել են Հովվին, այստեղ չի Երևանում, ասել են իմ տված 10-րդն ինձ հետ տվեք, իմ բերած զոհաբերություններ ինձ հետ տվեք, պարադոքսա չէ, բայց այդ մարդիկ կան չէ, բայց այդ մարդիկ երբեք չեն մտածել, որ ինքը ես կլինեմ այդ մարդը, երբ որ ինքը 10-րդ էր բերում, եւ զոհաբերություն էր տալիս, ինքը երբեք չի մտածել, ես այդ մարդը կլինեմ, որ մի օր կնեղանամ ու կնեղվեմ, կգամ կասեմ իմ տվածը ինձ հետ տվեք։ Գիտես, այս ծառայող եղբայրը, այս ավակ որդին, երբ որ նա միշտ անում էր, նրա մտքով անգամ ես կարծում եմ չէր անցել, մի օր ես մոտենալու եմ ու եւ հոր ասեմ, այսքան քեզ ծառայել եմ, ինձ ուլ տվեք սրա համար։ Սարսափելի է, երբ որ մենք մեր արածի համար հետո երեսով ենք տալիս։ Ես չգիտեմ որտեղ կհայտնվեմ ես 10 տարի հետո, 5 տարի հետո, ես չգիտեմ դու որտեղ կլինես, ինչ մտքեր կունենաս։ Բայց երբեք ինչ էլ որ լինի, ուր էլ որ հայտնվես, ինչ իրավիճակում է որ լինես, խնդրում եւ աղաչում եմ քեզ, երբեք երեսով չտաս։ Երեսով չտաս հորը, որ արել ես։ Երեսով չտաս քո տնային խմբակի ավակին, քո ավակին, քո հովին։ Երբեք երեսով չտաս, որ սա եմ արել, նա եմ արել, հրաշալի է, որ արել ես եւ անում ես, եւ պիտի անես, պիտի անեմ, եւ վայ ինձ եթե չանեմ, Պողոս Առաքյալն է սա ասում, չէ, վայ ինձ եթե չքարոզեմ, վայ ինձ եթե չանեմ, վայ ինձ եթե չծառայեմ։ Սրա մասին է քիչ առաջ խոսում, որ որդին անում է, որովհետեւ նա ընդունված է, իսկ որբը անում է, որպեսզի ընդունվի։ Այսքան քո հրամանները անում եմ։ Գիտես, այս որբերը իրականում, ինչպես որ մի քիչ առաջ ասեցի, թվացյալ գերազանցիկներ են։ Ծառայում եմ քեզ եւ քո հրամանները երբեք չեմ անտեսել։ Սա գերազանցիկներ են։ Ինչ ասում ես, ասում եմ հարց չկա։ Կանեմ, ես էլ կանեմ, այն էլ կանեմ։ Գան իրենց ծառայությունը անեն ու կորեն անմիջապես։ Գիտես, ես որպես եկեղեցու հովիվ սա նկատում եմ, որ կան մարդիկ, որ գալիս են եկեղեցի իրենց ծառայություն անելու համար։ Հենց ծառայությունը պրծավ, անմիջապես կորում են։ Ումից երկու բառ փոխանակվես կամ երկու բան խոսած, չկան։ Կամ պիտի համոզես, որ կան։ Կամ ինչ-որ բան ես կազմակերպում, ինչ-որ եկեղեցական դուրս գնանք մի բան, մկրտությունա, շփվենք եւ այլն, պիտի համոզես։ Սա սխալ է, սա ճիշտ չի, սիրելի եկեղեցի, սա ճիշտ չի։ Որտեղ մենք իրար կորցնում ենք այդպես։ Մենք իրար չենք ճանաչում այդպես։ Մենք չենք ճանաչում, որովհետև մենք միայն շփվում ենք եկեղեցական կենցաղի շուրջ։ Բայց կենցաղից դուրս մենք իրար չենք ճանաչում։ Նորից եմ ուզում օրինակ բերել մեր ամենաերիտասարդ Սակո պապին, երիտասարդներից մեկին։ Ես նրան բացահայտեցի ճամբարի տեղը, ճամբարում։ Եվ ասեցի աշխարհից ելնե կգնամ այս մարդու հետ։ Շատ այդ մասին կարամ այդպես ասեմ, որովհետև մենք դուրս ենք գալի, մենք շփվում ենք, մենք իրար բացահայտում ենք։ Եվ այս մարդիկ իրականում թվացյալ գերազանցիկներ են, մենակ լավ են անում։ Ես իմ ծառայությունը լավ կանեմ, որ ասում եմ «Պոստի մենյա խոց պատոպ»։ Հետո ասում եմ ուրախանամ իմ բարեկամների հետ։
Իսկ հարց եմ ուզում տալ, իսկ ինչ կրծեր որդին բարեկամ չէր։ Հայրը բարեկամ չէր։ Կամ ասում ուրախանամ իմ բարեկամներ։ Իսկ ինչու միջև այդ նա ուրախության մասին չէր խոսում։ Մտածի, խնդրում եմ, ինչու միջև այս մեծ ուրախությունը ավակ որդու մտքով չէր անցել ուրախանալ, ինչու։ Լինում է, չէ՞, որ մեկին մի հատ լավ բան ես տալիս, կողքին ասում բա ինձ խիչը տվեց։ Որովհետև անմիջապես մի բան ակտիվացավ կյանքում։ Ո՞վ է այդպես բան արել կամ նկատել, որ շատ լավ ենք, ասենք ես ու Մարգո քուրս, միշտ մանային մի հատ կոնֆետ չտվեցի։ Իսկ ինչու միշտ այդ կոնֆետ չէր ուզում, որովհետև չտեսավ այն մեկին տալուն։ Հիշում եք Հիսուսը այստեղ մի առակ պատմեց, ասում է դուրս եկավ առավոտը, տեսավ պարապ մարդիկ կան, ասում է արի աշխատիր այգումս, ես ինչքան գումար քեզ կտամ։ Հիշում եք այդ առակը, հարց չկա։ Եկան։ Օրվա երկրորդ կեսին դուրս եկավ, տեսավ էլի պարապ մարդիկ կային։ Ասեց, եկեք աշխատեք, ձեզ էլ այդքան գումար կտամ։ Նույն գումարի մասին է խոսք, ասենք 1000 դրամ։ Այսօր 1000 դրամով աշխատում, լավ 10000 դրամ։ Հետո օրվա այն վերջում մոտեցավ, դուրս եկավ, տեսավ էլի պարապ մարդիկ կան, ասեց, եկեք աշխատեք, ձեզ էլ 10000 կտամ։ Եվ երբ որ սկսեց տալը, այն առաջի եկողները անմիջապես բորբոքվեցին։ Եվ ինչ ասեց Հիսուսը, իսկ ինչա իմ բարությունը քո աչքը ծակեց։ Ինչու միջև այս ավակ որդին ուրախության մասին չէր էլ մտածում, որ կարելի է ուլ մորթել, կարելի է բարեկամների հետ ուրախանալ, ինչու, որովհետև այս ուրախությունը ինչ-որ մի բան իր ներսում կատարեց, մրցակցություն բերեց, սիրելիս։ Գիտես վտանգը որտեղ է, երբ որ մենք սկսում ենք իրար հետ մրցել, այլ ոչ թե գործընկերներ լինել։ Մենք իրար հետ ոչ թե պիտի մրցենք, այլ իրար հետ մենք պիտի գործընկերոջ պես լինենք։ Իրար պիտի օգնենք, սատարենք, օգնենք։ Մրցակցություն սկսվեց այստեղ։ Պարզվում է ավակ որդին միշտ էլ մրցակցության մեջ ա եղել կրծեր որդու հետ։ Եվ հենց որ կրծեր որդու պատճառով ուրախություն եղավ, այս մի որփի կարգավիճակում եղող եղբայրը Ստրուկի մտածելակերպով մեկը անմիջապես նա ակտիվացավ, բա իմ ուրախությունը, բա իմ բարեկամները, բա իմ ուլը։ Լինում է, չէ՞ կարած լինի, ասեն գնում են քեֆի օրինակի համար։ Եվ մարդես դուրս ես գալի ինչ-որ ապարելու, ապարեցի, եկա նստա հաջորդ օրը, տեսար հովիվը Սուսանիկի հետ ոնց էր ապարում։ Կամ Լյովի հետ ոնց էր տաշի-տուշի, քո հետ ապարեց։ Դե միշտ քիչ էր մտածում, որ կարա ապարի կամ չի կարա ապարի։ Մրցակցություն սիրելիս, անառողջ մրցակցություն։ Շարունակենք, լավ։ Գրված է իմ բարեկամների հետ ուրախություն անեմ։ Նույնիսկ եմ ասում սրանից այն կողմ էլ ինչ բարեկամ։ Եվ պարզվում է, որ այս մեկի ուրախությունը հոր տանից դուրս էր։ Ոչ թե հոր տան մեջ է, այլ հոր տանից դուրս է նրա ուրախությունը։ Հոր տան մեջ է, որտեղ ունեմ որոշակի պարտավորվածություն, դաշտ, չգիտեմ, ունեցված, պիտի աշխատեմ, անեմ, մի բան բանեմ։ Բայց իմ ուրախությունը ոչ թե հոր տան մեջ է, այլ այնտեղ դաշտերում, չգիտեմ, իմ բարեկամները, իմ ընկերները, իմ ուլը, այդտեղ է իմ ուրախությունը։ Սա ճիշտ չի։ Մի բան եմ ուզում նորից ասել, որ հորը հետաքրքիր չի, թե ինչ ես անում, այլ հորը հետաքրքիր է, թե ինչու ես դու դա անում։ 30 խոսք։ Իսկ երբ քո այդ որդի եկավ, որ քո ունեցածը պոռնիկների հետ կերավ, նրա համար պարարտ ես մորթեցիր։ Աստծո ծառաներից մեկը այսպեսի մի հարց բարձրացրեց, ասում է, իսկ ինչ գիտեիր, որ ինքը պոռնիկների հետ է կերել այդ ունեցվածքը։ Ինչ գիտեիր։ Փաստորեն իմացել է, չէ՞։ Իսկ եթե իմացել ես, ինչ ես արել։ Ինչու չես կանխել։ Ինչու միջև այդ չէր ասում, բարեխոս էիր, գայր ասեր, պապ գիտես, լսել եմ, իմացել եմ, պոռնիկների հետ վատնում է։
Մեր ունեցվածքը, քո ունեցվածքը։ Բայց դա ինչ ասում, քո ունեցվածքը։ Քո, ոչ թե մեր, քո ունեցվածքը։ Ձեր եկեղեցին, ձեր հովիվը, ձեր ծառայողները, ձեր անդամները, ձեր ունեցվածքը, այլ ոչ թե մեր եկեղեցին։ Խնդիր ունի, պապ խնդիր ունի, հայր, ես աղոթում եմ, բարեխոսում եմ։ Մեր ծառայողը խնդիր ունի, մեր եղբայրը խնդիր ունի, հայր։ Ես աղոթում եմ, բարեխոսում եմ, կամ մեր հովիվը խնդիր ունի, հայր, ես աղոթում եմ, բարեխոսում եմ։ Այլ ոչ թե դաշտերում, կամ հետո կգաք ասեմ, ես տենց էլ գիտեի, այ որ գիտեիր ինչ արեցիր, որ կանխես, ինչ արեցիր, որ օգնես։ Լավ, իմացել ես, ինչ ես արել, ասեմ ինչ արել, ասեմ, անկեղծ սա իմ կարծիքն է, նախանձել է, ասլա Երանի հետ իմ կրսեր եղբորը, իմացել է ու նախանձել է, բայց վախեցել է, նույն անի, ինչ որ իր եղբայրն է անում, սա իմ կարծիքն է, գիտես ինչու, որովհետև ասում է, ես իմ ուրախությունը ունեմ իմ բարեկամների հետ, նրա ուրախությունը ոչ թե հոր տան մեջ է, այլ բարեկամների հետ է, հոր տնից դուրս մի ուլ և ուրախություն։ Փառաբանության թիմը կարող է գալ արդեն։ 31-րդ խոսք։ Հայրն ասաց նրան. Որդյակ, դու միշտ ինձ հետ ես և ամեն ինչ, որ իմն է, քոնն է։ Սա ամենահրաշալի հայտությունն է, որ մենք հասկանանք, որ մենք սա գիտակցենք, որ այնինչ, որ հորինն է, դա իմն է, բայց որտեղից է սա բխում, որտեղ, գիտես գաղտնիքը որտեղ է, դու միշտ ինձ հետ ես, դու միշտ ինձ հետ ես, այստեղ է գաղտնիքը, դու միշտ ինձ հետ ես, ես միշտ հոր հետ եմ, դու միշտ հոր հետ ես, դու մտքով, սրտով, քո ամբողջ էությամբ հոր հետ ես, եթե այդպես է, հրաշալի է, եթե այդպես է, փառահեղ է, եթե այդպես է, դու ունես այդ համարձակությունը ասել, այն ինչ որ քոնն է, դա իմն է, այն ինչ որ քոնն է, դա իմն է, դրա մեջ կարա մտնի քո ցավը, հա? Հայր, այն ցավը, որ քոնն է, դա իմն է, կարա մտնի։ Հայրը ցավ ուներ, հայրը սպասում ուներ, որ որդին կվերադառնա։ Իսկ կարար այս ավակ որդին հորը ուրախություն պատճառեր ու գիտեր, չէ՞ որ պոռնիկների հետ վատնում է։ Գնար ու եղբորը ինքը բերեր եւ այդպես հոր ուրախությունը կատարյալ կլիներ, կրկնակի կլիներ։ Կարար թե չէր կարա։ Ինչու չարեց։ Ծածուկ մրցակցություն, թաքուն մրցակցություն։ Որովհետև նա չուներ այս պարզ, բայց ամենակարևոր հայտնությունը, որ այն ինչ որ քոնն է, դա իմն է։ Նա չուներ այս պարզ եւ կարևոր հայտնությունը, որ ես միշտ հոր հետ եմ։ Փաստորեն նա միշտ հոր հետ չի եղել, հոր տան մեջ ա եղել, բայց միտքը հեռու, ֆիզիկապես հոր հետ ա եղել, հոր տան մեջ ա եղել, բայց կյանքը հեռու, կարծես թե հոր տան մեջ ա եղել, բայց դաշտերում ա եղել, դաշտերում։ Որդյակ դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, դա քոնն է։ Սիրելի եկեղեցի, իմ աղոթքն այսօր, որ մենք այս համարձակության մեջ մտնենք և մկրտվենք, ապրենք, որ միշտ լինենք հոր հետ, հոր աշկի առաջ, հոր սիրտ ուրախացնող և այն ինչ, որ իմն է, դա քոնն է, բայց պետք է ուրախ լինել և խնդալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր,
եւ կենթանացավ, կորած էր եւ գտնվեց։ Նա մեռած էր իր մեղքերի մեջ։ Եփեսացին նամակի մեջ է գրված, որ մի ժամանակ որ մեռած ենք մեր հանցանքներում, կարծեմ երկրորդ գլուխն է, որ մեռած ենք մեր հանցանքներում, բայց Աստված մեզ կենթանացրեց։ Մեռած ենք մեր արարքներով, մեր կյանքի մեջ մեռած ենք։ Նա մեռած էր։ Ինչ է մահը, հեռացում, բաժանում, նա բաժանված էր։ Հորից բաժանվել, հորից կտրվել դա հավասարազոր է մահանալ։ Բաժանվելու եւ հեռանալու միջև կարելի է դրել հավասարության նշան։ Չէ՞ որ ինքը մահ բառը այդպես է նկարագրվում, բաժանում, բաժանվել, հորից, հեռանալ, հորից։ Կորած էր եւ գտնվեց։ Հայրը կարար իր իշխանությունը բանեցներ եւ ասեր չես գնալու տնից, կմնաս։ Կարար։ Ինչու չարեց։ Հենց սկզբից կանխեր։ Նա կարար ասեր որդիս ես գիտեմ, դու թաթալաբազի մեկն ես։ Մեր հայրը ամենագետա, չէ։ Ամեն ինչ գիտի, ճիշտ է։ Ամեն ինչ տեսնում է, ժամանակներից դուրս է, շատ լավ գիտի, իմ սկիզբն էլ իմ վերջն էլ։ Գիտեր թե չգիտեր, ամեն ինչ գիտի, ինչու չկանխեց։ Ինչու չասեց որդի դու չես գնա ոչ միտեղ եւ ոչ մի ունեցված քեզ չի հասնում։ Կմնաս իմ տան մեջ, կտամ։ Չես տա, չես մնա, չեմ տա։ Նա չարեց, ինչու։ Նա գիտեր։ Նա թողել, բաց թողել գիտեր։ Գնա։ Կգնաս, կմեռնես եւ վերստին ծնված ես քեզ հետ կստանամ։ Եվ ես քեզ կրկին կստանա, բայց արդեն լրիվ փոխված։ Գիտես, լինելով եւ ծառայելով եկեղեցում որպես հովիվ, հասկանում ես այսպիսի բաները, որ տեսնում ես, որ մեկը մտքին դրել է գնալ, ասում ես գնա։ Չես կարա զորով պահես։ Գիտես ինչքան ա եղել, որ արձակել եմ, ասեմ գնա։ Ճիշտ է, իմ աշկերը նրա ճանապարհից չի կտրվել, ես կանգնած սպասել եմ, ես այս առակ այնքան լավ եմ հասկանում, Աստծո առաջ եմ ասում, չեմ կեղծավորում, այնքան լավ եմ հասկանում եւ այնքան եմ վերապրել սա, որ բաց եմ թողել, ասեմ գնա, մեկ-երկու անգամ ասելուց հետո, զգուշացնելուց հետո, խնդրելուց հետո, ասեմ լավ գնա, բաց եմ թողել, որովհետեւ ուշ թե շուտ գնալու է, բայց որպես որդի Աստված որպես որդի վերադառնա։ Մեկը որ մեռած էր, բայց կենթանացած հետ եկավ։ Կորած էր, բայց գտնվեց։ Բայց ինչ մենք պիտի անենք։ Հոր տան մեջ բնակվողներս, մենք չլինենք ավագ որդու պես, որ ծնված ենք, բայց որբի մտածելակերպ չունենանք հանկարծ։ Որ ծնված որբեր չլինենք, այլ որդու պես վարվենք հոր տան մեջ։ Ինչու մեկը կարասի ամեն։ Չափանիշը ասեմ, թե ինչպես զանազանել որբ չլինելը։ Ուզում ես ասեմ, առաջինը որդյակ։ Սա առաջի չափանիշն է։ Եվ որ դու որդի ես, ընդունված ես։ Ծնողները շատ լավ կիմանան, երբ որ երեխան փոշոտված, կեղտոտ, քրդնած, չգիտեմ, ցեխոտված տուն էր գալիս, կամ տուն է գալիս, դուրս ես հանում տնից, թե ասում ես տղես ես ինչ ունես ընկել, դու արի մտի բաղնիկ։ Մատե կաղոցի ծաղես, ուրախանաս, հանես շորերը պարկ ասում է լվացքի մեքենան կաթով ֆրցնի, երեխու տանում ես բաղնիկ լողացնելու, ու սկսում ես սիրել, չէ։ Եթե մենք չար լինելով գիտենք բարի պարգև տալ մեր զավակներին, ապա ինչքան հայրը, որ երկնքումն է, գիտի բարի պարգև տալու։ Որդյակ, դու միշտ ինձ հետ ես։ Դու միշտ ինձ հետ ես։ Սա
մի կարգավիճակը, որը որփին չի վերաբերվում, չափանիշ։ Միշտ հոր հետ ես։ Մտքով, սրտով, էությամբ, քո մտքերով, քո խնդիրներով, քո ուրախությամբ նրա հետ ես, տխուր ես, նրա հետ ես կիսվում։ Ուրախ ես, նրա հետ ես կիսվում։ Մերժված ես, նրան ես պատմում։ Ընդունված ես, նրան ես պատմում։ Հարուստ ես, նրա հետ ես կիսվում, աղքատ ես, նրանից ես վերցնում։ Ամեն ինչ նրանով է, նրանից է եւ դեպի նա է։ Եվ ամեն ինչ որ իմն է, քոնն է, ասա ամեն։ Ամենը ինչ որ հորինն է, դա իմն է։ Ամենը հոր տխրությունը դա իմ տխրությունն է։ Հոր ուրախությունը դա իմ ուրախությունն է։ Հոր կորուստը դա իմն է։ Ձեռքբերումը դա իմն է։ Ամբողջը իմն է։ Լավը թե վատը դա իմն է։ Բայց պետք է ուրախ լինել։ Ահա որդի, որ պիտի ուրախ լինես եւ խնդաս, որ քո այս եղբայրը կորած էր, քո եղբայրը։ Այսա խոսնել է հուշում։ Դուք իրար հետ եղբայրներ եղեք, քույրեր եղեք։ Ավագ որդու կերպարանքը ըստ իս իմ այսօրվա քարոզի թեմայի հրաշալի նկարագիրն էր թանկագինս, որ կարելի է լինել ավագ եւ կարելի է լինել որդի եւ կարելի է ունենալ այսպիսի կամ այնպիսի մոտեցում։ Համար եթե դու քեզ հիմա բռնացրեցիր, ես կառաջարկեմ աղոթենք։ Եթե դու քեզ բռնացրեցիր, որ ունեցրես նման մտքեր, նման մոտեցում, նման վերաբերմունք հոր տանը, եղբորը, քրոջը, ծառայությանը, ունեցվածքին, այո, ունեցվածքին։ Քո ունեցվածքը վատնեց, ոչ թե մեր ունեցվածքը։ Քո ունեցվածքը դա քոնն էր։ Ես ինչպես հասկանալ, դու տան բնակիչ ես, թե վարձկանի պես ես։ Մի օրինակ։ Ասենք սա իմ համակարգիչն է, չէ, իմ սեփականն է։ Եվ սրանով ծառայում եմ։ Եթե ես միայն սրա համար եմ հոգ տանում, որովհետև սա իմն է։ Իմ բաբար միևնույն է, թե ինչ կլինի այս կամերայի հետ, ես վարձկանի պես եմ վարվում։ Եթե օրինակի համար վերցնենք այս գործիքը, եթե այս գործիքը նվագողը միայն այս գործիքի համար հոգ տանի, եւ նրա համար միևնույն է ինչա կատարվում շենքի հետևում, մեկ է, թող սա մտածի ուրիշի ծառայություն, այս ինչ գործ ունեմ, իսեր Աստծո։ Տան բնակիչի պես չես վարվում։ Բայց երբ որ քո սիրտը ցավում է թե սրա համար, թե կաֆեդրայի համար, թե ջրի համար, թե համակարգչի համար, թե լովի համար, սիրտը ցավում է, ախպերս է։ Դու տան բնակիչ ես։ Լով ջան, ուր ես։ Լով ջան, անցած կիրակի չկա, ինչ է պատահել։ Լով եկա, ուրախանում ես, լովը չկա, տխրում ես։ Գիտեմ չի նեղամ, դա համար միշտ լովից եմ օրինակ բերում։ Լով ջան։ Սա տան բնակչի վերաբերմունք է, սիրելիս։ Երեք աղոթքից հետո մեր կանայք ականջի պոչով լսեցին, որ մեքենան խնդիր ունի եկեղեցու։ Այսօր առավոտը Արմինեն, որը ներկա չէր խոսակցություն, եկավ ասում, հովիժան, բայց ինչ խնդիր է, ինչ պրոբլեմ է, ինչ է պատահել, արդյոք մատորն է, ինչի մասին ասա խոսում, որ տան անդամի պես ինքը խառնվեց այս պրոբլեմին։ Խի որտեվ տանը խոսացել են, խի որտեվ տանը քննարկվել է սա, որ խնդիր ունի մեքենան եւ այլն եւ այլն։ Սա չափանիշ է։ Խոսում ենք Եսու, ում հետ է խոսում այս պրոբլեմի մասին։ Տեղեկից մեկի հետ է խոսում։ Արենի հետ է խոսում, բայց կանայք լսեցին ու խառնվեցին։ Ներկա են Մարգոն, Լարիսան, Սիրանը, ինչա պատահել, մեր մեքենան է, մեր։ Սա ինչի մասին է խոսում, սիրելիս։ Ու Մարգոն չասեց, դե ես մենակ իմ ֆինանսների ծառայության տերն եմ, իմ տնայի խմբակի, այն մեկ այսպես, չէ։ Սա բոլորինս է։ Այն ինչ որ հայր քոնն է, դա իմն է։ Հորինն է, չէ՞ սա։ Սա հոր ունեցվածքն է։ Շենքը, ծառայությունները, այս ամեն ինչը հորինն է։
Եվ երբ որ մենք այսպես ենք վերաբերվում, սա հրաշալի է, սա շատ լավ է։ Անցած կիրակի այստեղ ծառայեց Հովիվանիկը։ Եվ նա հրաշալի վկայություն տվեց, որ նրանք իրենց ուժով կառուցեցին մի մեծ շենք։ Հրաշալի, գեղեցիկ։ Մեծ։ Իրենց ուժով, սիրելիս։ Նկատի ունեմ իրենց ուժով, ոչ մի մարդ դրսից չի աշխատել։ Ցավով եմ նշում, որ միայն այս մեր հետևի կողքի այս մասը, որ ես շարել տվեցի, վճարել եմ 350,000 դրամ։ Ուրիշ արհեստավորին, դրսից աշխարհիկ մարդ, ինքը օգտվեց։ Բայց կարանք մենք դա անենք մեր ուժերով։ Ես ինչ էր պատմում, ասում աղջիկներն էին ավազ կրում, մաղում։ Եվ ես անկեղծ հանդիմանվեցի։ Դա մեր ֆինանսից դուրս եկավ եւ գնաց։ Տարվավերջ Մարգարիտակուրը դրա հաշվետվությունը կտա։ Միայն արհեստավորին այդքան գումար տրվեց։ Գիտես ինչու։ Ասեմ ինչու։ Բացարձակ չէ պլանավորել սրա մասին խոսել։ Որովհետև ես փորձեցի 1 շաբաթ կազմակերպել, 2 շաբաթ, 3 շաբաթ, մի ամիս, տեսա որ սայլը տեղի չի շարժվում, եւ ես ստիպված եղա, որտեղ ձմեռա դիմացը, ցեխա եւ այլն, եւ ասի լավ, ավելի լավ է, որպեսզի ես չխնդրվեմ, ասեմ, կլինի տիրոջ տան վրա մի հատ մեխմեխես, որպեսզի ես չխնդրվեմ։ Ես դիմեցի այդ քայասեցի, լավ, ուրիշը թող գանի, կողքից ինչ որ մեկը, բայց դա մենք կարանք անենք, արի համաձայն ինձ հետ, մեր մտքին տեղնիներ կանենք, գիշերը չենք քնի, բայց կանենք, բայց չարեցինք, բայց ունենք այդ ռեսուրս անելու։ Ես չեմ նսեմացնում այն բոլոր մարդկանց աշխատանքը, որ արել են, ես գնահատում եմ դա, բայց ավելին կարանք, ախ երանի, սա էլ ասեմ ու աղոթենք, երանի, որ մենք վերաբերվենք մեր եկեղեցուն, մեր ծառայությանը, այնպես ինչպես մենք վերաբերվում ենք մեր աշխատանքին, մեր գործի, որտեղ մենք աշխատում ենք, եթե մենք այդպես վերաբերվենք, գոնե կեսը, մենք շատ ավելին կլինենք, եւ շատ ավելի հեռու գնացած կլինենք։ Ամեն։ Ներեցեք այսի անկեղծության համար։ Ուղղակի ասեցի մեկ-մեկը ես իմ ցավով կիսվեմ։ Միշտ դու ես գալի քո ցավից կիսվում, գնում ես։ Այսօր ես մի քիչ իմ ցավից կիսվեմ։ Փառք Հիսուսին։ Եկ աղոթենք։ Եթե այսօրվա այս թեմայի մեջ դու քեզ ինչ-որ միտեղ բռնացրեցիր, մի դատի քեզ, այլ ուղղակի ապաշխարիր։ Ամեն։ Փառք Հիսուսին, եկ խոնարհեցնենք մեր գլուխները։ Եկնային Սուրբ Աստված, փառք լինի քեզ։ Քո հավիտենական խոսքի համար եւ քո ճշմարտության համար։ Որովհետեւ միակը, որ կարա մեզ ազատի, դա քո ճշմարտությունն է։ Եվ քո խոսքն ասում եւ կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Ոչ մի փափուկ բարձ, ոչ մի հոգեբանական մոտեցում չի կարա մարդուն ազատի, այլ միայն քո ճշմարտությունը կարող է մեզ ազատել եւ ազատագրել։ Փառք լինի քեզ, հավիտյանս հավիտենից։ Մենք ապաշխարում ենք Տեր, որ ինչ որ մի տեղ որբի պես ենք վարվել, ինչ որ մի տեղ պահել ենք մեզ որպես որբ, որպես տրուկ, ինչ որ մի տեղ չենք խառնվել քո տան ուրախությանը, ինչ որ մի տեղ անտեսել ենք քո ուրախությունը եւ անտեսել ենք քո ցավը, որ դու հայր լինելով ամենակարող եւ ամենատես ճանապարհին կանգնած սпасել ես սրտի ցավով քո որդուն, բայց մենք դա անտեսել ենք։ Մենք դա չենք վերապրել։ Մեր աշկերը ուղված չի եղել այն նույն ուղությամբ, ինչ որ ուղված են քո աշկերը, Տեր։ Մենք ապաշխարում ենք եւ մենք վերադառնում ենք, Տեր, եւ մենք խոստանում ենք քեզ հավատարմություն։ Մենք խոստանում ենք լինել բարի, քաղցր, հավատարիմ քո եւ քո զավակների քո ունեցվածքի, քո տան նկատմամբ։ Շնորհակալ եմ քեզ, Տեր։ Փառք քեզ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ամեն։ Տեր օրհնի քեզ շատ։
Բարձիր ձեռքդ օրհնեմ քեզ եւ գնաս Տիրոջ օրհնությամբ։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությամբ քեզ կշտացնի։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։ Գնաս Տիրոջ խաղաղությամբ, Տերը օրհնի քեզ։